Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսպես ես զրուցում եմ ազգային ժողովի դեռևս գործող падգամավոր պարոն Հովիկ Աղազարյանի հետ, շնորհակալ եմ պարոն Աղազարյան, օգոստոսի 2-ին դադարելու են ձեր լիազորությունները, բայց մինչև այդ եւ նաեւ դրանից հետո մենք օգտվենք ձեր փորձառությունից, ընտրություններից առաջ դուք ունեիք մտահոգություններ, որ ընդդիմությունը չի կարողանալու այս դասավորվածությամբ եւ այս մոտեցումներով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որքանով արդարացան ձեր կանխատեսումները, պարզ է, Նիկոլին չեն հեռացրել, ակնհայտ է։ Թեպետ Սամվել Կարապետյանն ասում է, որ Ալենին են հեռացրել։ Բայց դա գործին մեծ օգուտ չի տալիս։ Հիմա խնդրեմ, մենք պարոն Ասլանյանին հետ ասեցիք ծրագիր մինիմումը կատարեցինք, Ալեն արդեն ազգային ժողովի նախագահ չի լինելու ոչ մի դեպքում։ Այդ շուտ ենք ասում։ Այո, խնդրեմ։ Հալաբիջի ընտրություններն են։ Ձեր գնահատականները։ Չէ, իրապես ցավոք սրտի բանը արդարացան իմ սպասումները, որովհետև այս ձևով հնարավոր չի, ասենք, տեսեք, քաղաքական դաշտ մտավ մի նոր ուժ, բաղկացած տնտեսական իմաստով, բիզնես ոլորտից եկած հիմնականում իհարկե, ոչ բոլորը, անհատականություններին կայացած ուժեղ, բայց քաղաքականությունից իրենք շատ հեռու են, ես ներողություն եմ խնդրում, շատ հեռու են։ Համաձայն եք, որ քաղաքականությունը ավելի դաժան միջավայր է, քան բիզնեսը։ Աբա ինչ, շատ դաժան միջավայր է քաղաքականությունը։ Բիզնեսում էլի որոշակի ինչ-որ իմաստով օրենքներ գործում են, քաղաքականությունում օրենքներ չեն գործում համարյա թե։ Այստեղ բայի բեսպրավիլ կներեք ռուսերեն արտադրության համար չեն գործում։ Ասենք հիմա որ տենում եք ինչի՞ր է տեղի ունեն, այսօր տենում եք ինչի՞ր է տեղի ունեն, որևէ լոգիկայի մեջ առաջերտին մարդկային չի տեղավորվում։ Հիմա մենք ինչ ենք ասում, հզոր ուժ է, հզոր հնարավորություններ ունի, ասում ենք, որ ինքը պետքա ընդդիմադիր դաշտը համախմբի։ Եվ պատկերավոր մի նախադասություն ենք նաև դրել շրջանառության մեջ պարոն Ասլանյանի հետ, որ փաստորեն ուժեղ Հայաստանը ասում էր ախպեր ջան, Դևին պիտի ես սպանեմ։ Ասենք դու Աղազարյան չկա, Բորիս Մուրադին չկա, Էմիսը չկա, ոչ մեկը չկա, Դևին ես եմ սպանում։ Նախ ես չեմ ուզում, որ Դևին մենակ դու սպանես, որովհետև դու կդառնաս Դև, անկասկած։ Երկրորդը դա ճիշտ չի, երրորդը չես էլ կարա։ Գոնե կարանայի, ասենք հա, չես կարա, որովհետև ուժեղ է ինքը այդ իմաստով շատ ուժեղ է։ Ինքան բաներ արեց այս վերջի ժամանակահատվածում Բայց, որ կարելի էր հաղթել, դա ռեալ էր։ Ոնց պետք է հաղթել, մեր առաջարկած, պարոն Ասլանյանի առաջարկած ճակատի գաղափարով կամ դրան մոտ մի տարբերակով, որ ասենք ընդդիմադիր ուժերը, այսպես կոչված հակաիշխանական ընդդիմադիր ուժերը, ճակատ են կազմում, ոչ թե մի ցուցակ, այլ ճակատ։ Եվ այդ ճակատով են գնում ընտրության ունենալով հետևյալ օրակարգը։ Հաղթում են ընտրություններում միասնաբար, ձևավորում են 4 ամսով ժամանակավոր կառավարություն եւ նոր ընտրություններ։ Այսինքն սա ինչ է տալիս։ Այս տարբերակը, այս մեխանիզմը 100%-անոց ապահովում էր ուժեղ Հայաստանի հաղթանակը, որովհետեւ եթե հիմա ինքը այսքան ձայն հավաքեց, քիչ ձայն չհավաքեց բոլոր դեպքերում, եթե այսքան ձայն հավաքեց, ռեպրեսիվ ապարատի բացակայության դեպքում եւ վարչական դատակների բացակայության դեպքում ինքը շատ ավելի շատ ձայն հավաքեց։ Այստեղ հենց աշխատեց այս սինդրոմը, Դևին մենակ սպանելու սինդրոմը, չէ, կամ դեր դառնալու ցանկությունը, կամ կոմերկորոպատի դեն դառնալու ցանկությունը։ Հետևաբար մենք նաև մի բանաձև դրեցինք շրջանառության մեջ։ Եթե ընդդիմադիր ուժերը, խոշոր ուժերի նկատի ունեմ առաջին հերթին, միասնական ճակատով չգնան ընտրությունների, ապա Նիկոլ Փաշինյանը հաղթելու է եւ իրենք կամա թե ակամա նպաստելու Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Կամա թե ակամա պարզ կլինի հունիսի 8-ից հետո։ Հիմա արդեն պարզվում է թե ով կամա, ով ակամա։ Պարոն Աղազարյան, տեսեք, դուք ասում եք, ընդհանրապես գաղափարը լավն է, որ ճակատ կազմվի եւ որ ամենակարևորն է, որովհետեւ
Փաշինյանը այնպիսի ջրբաժանը առաջացրել հասարակության մեջ ատելության ֆոնի վրա էր այդ փոփոխությունը լինելու, որ շատ կարևոր է որ կարճ ժամանակ հետո նոր ընտրություն լինի հանգիստ միջավայրում, որպեսզի մարդիկ ընտրեն ծրագրեր, մոտեցումներ, ոչ թե հակափաշինյանական քվեարկություն։ Բայց հիմա դուք գոնե այդ փորձառությունն ունեք, դուք 2018-ով անցել եք, 2018 թվականին նույն խոստումը կար։ Արագ արտահերթ ընտրություններ, հա, եւ պիտի ժամանակավոր կառավարություն լիներ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։ Անկամ սկզբում Փաշինյանը այսպիսի միտք էր հնչեցրել, որ մենք կբերենք կառավարության այնպիսի ծրագիր, որը չպետք է հաստատվի, հա, 20 օր հետո եւ խորհրդանը կցրվի ավտոմատ։ Եվ կգնանք նոր ընտրությունների։ Թեպետ այդ ժամանակ հանրապետական ասաց, ինչ էլ վերեք սպիտակ թուղթեր վերեք, մենք քվեարկելու ենք որ հաստատվի, բայց ամեն դեպքում, եթե կամքը լիներ, այդ նոր ընտրությունները կլինեին։ Եվ դա ինչու տեղ ունեցավ, որովհետև ըստ էության Հայաստանի քաղաքական ավանդույթների մեջ չկա պատասխանատվության ինստիտուտ, այսինքն մարդիկ կարող են մի բան հայտարարել, վաղը լրիվ հակառակն է։ Հիմա ո՞րն էր ձեր այդ պլանում երաշխիքը, որ այդ ուժը, որը այդ ճակատի գործունեության արդյունքում պետք է գար իշխանության, հաստատ 4 ամիս հետո ընտրություններ էր անելու։ Չէր ասելու ոտս է ցավում, փորս լուծա, չգիտեմ, Ալիևը ոնց որ ջղայնացած է, եկեք սպասենք մի տարի, 2 տարի հետո։ Բայց ես նորից եմ ասում, որ ակնհայտորեն այդ հաղթող ուժը լինելու է ուժեղ Հայաստանը։ Դժվար թե օրինակ հիմա մեր նորաստեղծ մաս կուսակցությունը, որը նույնպես կմասնակցեր այդ ընտրություններին, այնքան Իրանից ուժ ներկայացներ, որ բանաներ, ասենք ինչ-որ եւ էլի շատ ուժեր։ Ուժեղ Հայաստանը կարող աներ Հայաստան դաշինքը եւ ուրիշ ոչ մեկը, որովհետեւ այդ 4 ամսվա ընթացքում չգիտեմ ինչ փոփոխություններ չէին կարող տեղի ունենալ եւ այդ ուժերի հնարավորությունները ամենամեծն էին եւ իրանք ձևավորին իշխանություն, բայց այս անգամ խորհրդարանը կլիներ ուժեղ Հայաստան դաշինք, քաղաքացիական պայմանագիր ընդդիմություն։ Քաղաքացիական պայմանագիր շատ փոքր եւ ելի մի քանի ուժեր կհայտնվեն խորհրդարանում, ասենք օրինակ, ընդ որում այսօրվա անդիմադիր դաշտից։ Հա, լավ կլիներ, բայց հիմա էլ Նիկոլ Փաշինյանը ինչ անում։ Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ է, այս կոտորածը սկսել է, ինչի համար է սկսել։ Որ 91 թվականի 31 թվականի ընտրությունների ժամանակ լինի քաղաքացիական պայմանագիր, մի փոքր ռադիկալ ընդդիմություն եւ Արամ Սարգսյան բան Արամ Սարգսյանը տակը բան չմնաց։ Եվ մյուսներ, չէ, այս ժամանակ բանը ուշքի կգան։ 31 թվականի ուշքի կգան, այսքանը որ իրանք մտնեն խորհրդարանը, այս ուժերը չմտնեն խորհրդարան։ Նիկոլ Փաշինյանը հիմա այդ գծով է նայում, էթում։ Հա մենք կանենք 4 ամիս հետո, էլի ուժեղ Հայաստանը ինքը կհաղթեր։ Լավ, ինչը խանգարեց։ Այդ բանը չէր ունենա։ Ինչը խանգարեց։ Խանգարեց իրաց լոզունգը։ Ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ։ Ո՞ում հետ լիներ։ Հովիկ Աղազարյանի հետ։ Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Միայն բառ ավելորդ էր։ Դա իմ մոտ կոնկրետ հակակրանք էր առաջացնում եւ ես հազիվ էի զսպում, որպեսզի այդ կապակցությամբ երուսներ չունեմ ընդդիմադիր դաշտում, ասենք բացական, ասենք գծեր չդնելու համար։ Ես օրինակ ուժեղ Հայաստան միայն Սամվել Կարապետյանի հետ։ Ներողություն, էլի Սամվել Կարապետյանը կներեք, ինձ ուժեղ քաղաքական գործիչ է, ես չեմ համաձայնվի։ Կարող է ես իրան ուժեղ չեմ, որպես քաղաքական գործիչ, բայց ինքը ինձնից եւ շատ էլից։ Չէ, ժամանակը ցույց տվեց, որ ընդհանրապես ձեզնից ուժեղ քչեր եկան, որովհետեւ դուք կարողացաք դիմադրել Նիկոլ Փաշինյանին, չհանձնվել։ Դե առավել մի բան էլ ողջ մնալ, դա շատ կարևոր։ Մի բան պետք է արտահայտել։ Մի բան էլ վանտում չհայտնվել։ Հա, հիմա տեսեք, բայց ինչի է ձև, դա մարդկանց մոտ բան առաջում, հակակրանք առաջում։ Ես ասում էի հատ ջարդելու է, հատ ջարդելու, որ հիմա Բարգավաճ Հայաստանին ջարդում է, հետո մյուսներին էլ ջարդի, հատ ջարդելու է, ասում են չէ, պարոն Աղազարյան, կառաջանա հեղափոխական իրավիճակ։ Դուք ասում եք Գագիկ Ծառուկյանի հետ փորձում են պայմանավորվել Խաչատուր Սուքիացյանի Դու բնականաբար կասկած պայմանավորվել։ Դու չպայմանավորվեցի, ի պատիվ Գագիկ Ծառուկյանը չպայմանավորվեց։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, եթե ես ուզեի, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտար։ Այդ ինչա ուզել ըստ ձեզ, որ Գագիկ Ծառուկյանը չի համաձայնվել։ Լոյալություն կամ հաշտվի որ մանդատներ չի ունենալու կամ էլ մանդատներ ունենալու դեպքում բայց նույն Ծառուկյանը 21-ից 26 թվականը կարողանում էր չէ լոյալ լինել։ Հա, որտեղ բիզնեսները չէին խլում, այսինքն եթե հիմա խլում են, որ լոյալ չի, բայց 21-ին չէին խլում, ուրեմն լոյալ էր։ Իհարկե լոյալ էր։ Ինչ փոխվեց։ Ես շատ դժվարանում եմ։ Իհարկե ասում են, որ բանը դրսի ուժերի ազդեցության տակ Գագիկ Ծառուկյանը որոշումը կայացրել, մասնակցելու եւ այլ եւ այդ դիրքորոշում ունենալու։ Ես չգիտեմ, ես ինֆորմացիա չեմ տիրապետում նմանատիպ, բայց անհասկանալի է իր պահվածքը եւ նորից էլի։ Չէ, ես մի բան եմ ասում, պարոն Աղազարյան, դուք փորձառու քաղաքական գործիչ եք։
Գագիկ Ծառուկյանը ինչ կար 2021-ին իր ազդեցությամբ, իր վրա ունեցած ազդեցությամբ, իր ունեցած կապիտալի օրինականությամբ, բան չի փոխվել։ Նույնն է 26 թվականին։ Ինչու այն ժամանակ չսկսեցին բռնաճնշումներ։ թվականին եթե բանը ամեն ինչ ուրիշ ձևով էր լինում, եթե մանդատագողությունը չլիներ իշխանության եւ երկու Էլի հանգիստ ուժերի, եք խորհրդարանում կլներ 61-44 մանդատներ հայաբերակցությունը Փաշինյանի դեպքում ինչ էր անելու։ Ոնց ասես բան չի փոխվել։ Եթե Գագիկ Ծառուկյանը 5 մանդատը ստանա։ Գագիկ Ծառուկյանի վարկագծում ինչ է փոխվել, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց այս անգամ պատժել։ Որ մասնակցել ընտրություններին։ 21-ին էլ է մասնակցել, պարոն Աղազարյան։ Դե 21-ին մասնակցելը չի հաղթել, չի անցել, հիմա անցնում էր։ 61-44 հարաբերակցություն։ Թե կարող են ընդհանրել 21-ին պայմանավորվածությամբ այդքան էլ լավ չի մասնակցել, ուղղակի մասնակցության համար հիմա իրական մասնակցություն եղել։ Կարող է, ես չեմ կարող, եւ հետաքրքիր է նա, որ ես այդ երբ ասեցի հենց հիմա, ընդ որում ես մտնում եի հարցազրույցի բաներ, մանդատների թիվը 61 էր, երբ ես այդ նախադասություն ասեցի եւ հարցազրույցի դուրս եկա, մանդատների թիվը դառավ 64 իշխանության, այսինքն այդ բանակցությունը արդյոք չէր տվել ըստ երևույթին, էլի, հիմա չէ, ես բանը կարող այդ պայն տեղի չի ունեցել բնականաբար, բայց հետաքրքիրը դա է։ Ես ինչ էի ասում, ես ասում եմ, որ այդպես խոսակցություն պիտի գնա կամ գնում է, հենց հիմա, բասը լրագրողն ասեց ում հետ, ասել Սքեսյանի հետ պարշի մոտիկ են, ընկերներ են, բարեկամ են, հարազատ են եւ այլ իշխանության կողքին կանգնած բանը միակ օլիգարխն է, շատ ուրիշներն են օլիգարխ ասում, միակը չէ օլիգարխը, կամ չէ միակ օլիգարխն ավելի ճիշտ, եթե բանը սահմանումներին հետևենք։ Հա, հետո ինչ դուրս եկավ, որ բանը ես չի դատապարտում Գագիկ Ծառուկյան, ես ասում եմ այդում է, բայց ի պատիվ իրա ինքը երևի չգնաց գործարքի ինչ-որ իմաստով, չուզեց, չգնաց, թե ինչ պատճառ։ Լավ, ձեր մոտ հարց չի առաջանում, ինչպես է ստացել իշխանությունը, որը ապօրինաբար ուղղակի գողացավ Գագիկ Ծառուկյանի մանդատները։ Անդիմության հետ միասին։ Դու դա ձեր գնահատականն է, որ իրավունք ունի, կյանքի իրավունք ունի։ Բա ինչու 50+ չստացավ։ Իսկն ամաչեց 3% կեղծել, որ 50+ գոնել լինի, որտեվ ամոթ է, չէ՞, իշխանությունը արվել է, այդ ուղղությամբ էլ աշխատանք կատարվել։ Երբ որ ինքը ժամը 2-ին ելավ ելույթ ունեցավ եւ ինքը ըստ էության հրանգավորեց համապատասխան մարմիններին, որ նայեք համապատասխան մարմիններն այդ ճանապարհը գտան միակ հնարավոր, որովհետեւ հիմա 95, 96, 97 թվականները չի, որ արկղերևս են տանեն, ուրիշ արկղեր բերեն։ Հիմա տեխնոլոգիական եղանակներով այդ ընտրակեղծիքը կատարվում եւ տեխնոլոգիական եղանակով։ Ես ասում եմ, սիրելի ընդդիմություն, դուք ունեք, չէ՞, բոլոր ընտրատեղամասերից արձանագրություններ։ Դրեք համեմատեք։ Դե դրեցին համեմատեցին։ Պարզվեց այդքան էլ տարբեր չի։ Հասկացանք։ Հետևաբար այս տարբերակով գնացին, այդ 3 տեղամասում ընտրությունները բան անվավեր ճանաչեցին եւ պատկերը փոխվեց։ Այդ տեխնոլոգիական տարբերակ է։ Հիմա հովարաշվա նման չի, որ բանան են բռնել արկղերը տանեն բերեն։ Այս ձևի չեն անում։ Հիմա այս տարբերակը այդ չհաշված հենց ընտրությունների ընթացքում այդ բռնաճնշումները, այդ ձերբակալությունները եւ այլ այդ ամեն ինչը իր էֆեկտը տվել է։ Այդ չհաշված օգոստոսի 8 չհաշված թոշակների անտրամաբանված բարձրացում, առողջապահության համակարգ, Եվրոպան բերեց Երևան, շքեր եւ այլ ու 50% չհաղթարեց այդքանից հետո։ Այդքանից հետո 50% ակնհայտ ցուցիչ է, որ ժողովուրդը մերժում է։ Այո, դա ակնհայտ ցուցիչ է, որ լավ քաղաքական թիմի եւ ծրագրի դեպքում պատասխանատու առաջնորդի դեպքում այլուղղակի ջարդել Նիկոլ։ Թվարկում ենք օգոստոսի 8 առողջապահության ապահովության համակարգ։ Ես ուրիշ ձևակերպում, ես ասում Մակրոնը, Տրամպը, Նիկոլ Փաշինյանը, եվրոպացիներն իրար հետ 49%։ Բայց իհարկե, հենց դա դուրս գալիս է։ Մեկը $1 միլիարդ փող, որ ծախսվել է առողջապահության թոշակների վնասածի վրա։ Ֆանտաստիկ արդյունք։ Դա դի ակնհայտ այդքանից հետո պատերազմի վտանգը կախել էր մեր գլխին, այդքանից հետո ինքը 50% չհավաքեց։ Սա ցուցիչ է, այսինքն ցուցիչը ինչ իմաստով որ հիմա այ անդիմադիր ուժերը, որ հիմա բոլոր դեպքերում մանդատները վերցնում են, պետք է բան ցույց տան, որ սահմանադրությունը ոչ էլ ուրիշ բաներ փոխվի։ Դրանցնի որ իրանց ծածկով են, էլի։ Նիկոլ Փաշինյանը գալիս է խորհրդարան, Ալիևի թելադրած սահմանադրության նախագծով ասում է. «Սիրելի ժողովուրդ, այս սահմանադրության միակ տարբերակն է, որ պատերազմ չլինի»։ Հիմա կամ անդիմությունը քվեարկում է, մենք չենք կարող անցկացնել, հիմա անդիմությունը կամ քվեարկում է եւ պատերազմ չի լինում, կամ չի քվեարկում եւ պատերազմի պատասխանատվությունը իրենց վրա է։ Հավանական սցենար։ Եվ ինչ պիտի անի ընդդիմությունը այդ դեպքում։ Հավանական սցենար, ես բանը հանեմ տեքստը կարդամ, կարճ բանը։ Կարդացեք, հա, իհարկե։ Ես տեքստ եմ գրել Նիկոլի փոխարեն։ Չէ, ուժեղ Հայաստան
խմբակցությունից Ովքեր են միանալու։ ովքեր են հա դուրս գալու եւ միանալու եւ ինչ բանով են իրաց բանը առաջնորդելու էլի էդի հիմա ասեմ էդի կներեք ոնց են անում էսի ահա այսա լեվակը հունիսի 7 հրապարակում եմ ապագա ուժեղ Հայաստան խմբակցությունը լքող падգամավորի իր քայլը հիմնավորող միջինասված տեքստը Սիրելի քաղաքացիներ ես միացա ուժեղ Հայաստան թիմին որպեսզի իմ համեստ ավանդը բերեմ մեր պետության զարգացման գործին անցած ժամանակահատվածում ես ականատես եղա գործընթացների որոնք մեղմ ասած որևէ ընդհանրություն չունեն իմ համար կարևոր արժեհամակարգային դրսևորումների հետ ստեղծված իրավիճակում ինձ ոչինչ չի մնում անել քան դուրս գալ ուժեղ Հայաստան խմբակցությունից եւ իմ նպաստը բերել մեր պետության զարգացման գործին որպես անկախ падգամավոր ես հաջողություն եմ մաղթում առաջիկայում խմբակցության մեջ մնացող միակ падգամավոր Էդգար Ղազարյանին միշտ ձեր անիմաստ Պատահականյան Ինչու՞ միայն Էդգար Ղազարյանը կմնա, բա Նարեկը Կարապետյան։ Թե ինքն էլ կանցնի։ չէ ինքը չի ասի բայց ինքը կարող չմնա տեքստ կասեն դուրս գան Քանի հոգի ձեր գնահատում կանցնի ԿՊ-ում։ դե 8 հոգի է չէ պետք Եվ ինչու միայն ուժեղ Հայաստանից։ Հայաստան դաշնից դուրս են գա Ինչու։ ես ճանաչում եմ իսկ ուժեղ Հայաստանին մեր կոկու եմ ճանաչում են իրար կեսը դուրս եկան արդեն դուրս են եկել լավագույնը խմբակցությունից դուրս եկել ոչ չէ լավագույնը բանատերը չէ վերցրել ոչ թե խմբակցությունից դուրս եկել խմբակցությունից դուրս գան անկախ падգամավորի կարգավիճակով դե ոչ չեն տոնի պատերազմ գա Շատ հավանական է համարվել դրա համար ենք ասում որ այս պարագայում եթե Բարգավաճ Հայաստանի մանդատները գողացվեց իշխանության եւ ընդդիմության կողմից ուժեղ Հայաստանի կողմից կամա Հայաստան դաշինքի կողմից ակամա բնականաբար որ որոշիչ իրանք էին հետեւաբար պետք չէ մանդատները վերցնել ընդամենը եւ չդառնալ մանդատագող 1 եւ երկրորդը ապահովագրված լինել որ չի տեղի ունենա այսպիսի հայտարարություններ հիմա երբ որ դեպքերի ընթացքին հետևում ենք դուրս է գալիս որ ուժեղ Հայաստանի ղեկավարությունը անհանգստություն ունի որ կարող է այդպիսի բաներ լինի եւ Կարապետյան ասաց իրենց ընտրողների 60% ասում են գնացեք խորհրդարան բան չեմ ասում հա բայց չէ իրանքի անհանգստությունն է որ կարող է մարդիկ լինեն որ ասենք անկախ դառնան տեղափոխվեն ընդրագիր եւ այլ եւ հիմա դուրս են գալիս չէ ագի մարդիկ կամ հանում են կամ դուրս են գալիս ասենք իրանք անհանգստություն ունեն հիմա այդքան ֆիլտրելուց հետո որքանով են իրանք վստահ լինելու որ մնացածները կլինեն իրենց դիրքերի վրա դե կլինեն ուրեմն ընդունենք մեր սխալը մեծագույն հաճույքով կպատժեն ով կպատժի հա պատժվողները ո՞ց կպատժեն փողը չեն տա վտանգավոր է եւ շատ վտանգավոր է եւ այստեղ հələ հարց է դառնում այդ դեպքում այդ սահմանադրության պատասխանատվությունը ավելի շատ մեղք ունի հետագա մեր համար բացասական դրսևորումների համար թե ասենք ուժեղ Հայաստանը Լավ, հիմա ինչ պիտի անի ընդդիմությունը։ Քանի որ ընտրություններն անցել են, մանդատները վերցրել են, համանդրական դատարան որոշում եղել է, այսօր արդեն մանդատները բաշխվում են, հայտնի է մոտավորապես ինչ կազմ է լինելու, ու չենք ճանաչում շատերին, բայց լինելու է ինչ որ կազմ, անուն ազգանուններ։ Մնում է ինչ պիտի անի։ Միայն պիտի կարծր մնան իրաց դիրքերի վրա, այդ դեպքում կարող է պատահի ինչ-որ բաների ազդեն։ Օրինակի համար Նիկոլ Փաշինյանը գացա խորհրդարան, դերասած սցենարով ասում է կամ քվեարկում եք դրում եք հանրաքվեի կամ պատերազմ լինում։ Բանն էլ ուժեղ Հայաստանի խմբակցության ղեկավարը հելնում է ասում է պարոն Փաշինյան գնացեք մի 5 րոպե ժամանակ ընդմիջմանը մտեք Հովիկ Ղազարյանի էջը ինքը նոր սահմանադրության նախագծի պրեամբուլի հետ կապված առաջարկություն ունի Հովիկ Ղազարյանի առաջարկությունը բերեք դրեք քվեարկեք Ինչ եք առաջարկել։ Ունդ գրածա մոտարպես է հորս արև մորս արև Ադրբեջանի նկատմամբ մենք որևէ հողային պահանջ չունենք, մոտավորապես։ Ձևակերպում գրագետ տված է, բայց նաև հռչակագրին չի կպնում։ Մենք չենք կարող այդքան անընդհատ զիջենք, որովհետև այդքան անընդհատ զիջելով կամաց հետո անկլավներ, հետո այդ տխրահռչակ փախստականների վերադարձ եւ ամեն ինչ Էթումանից ինչպես որ Ադրբեջանը Անհավազանը, քան որ մի օր պիտի կանգնվի էլի այդ ամենը։ Այո, երկար ի վերջո Սունցին էլ ասում, չէ, որ մի տեղ կանգնում է, բայց քեզ համար ամենաանհարմար տեղն է կանգնում, երբ որ արդեն զիջելու տեղ չես ունենում, ամենաանհարմար դիրքում ես կանգնում։ Իրավիճակը գալու որ բանը ինքնաբերաբար է ստացվել։ Օրինակ համար պատկերացնում եմ Մակրոնը
որը բանա Կիլիկյան տվեց Թուրքիայի, Հա։ հետո որ Արցախը տվեց Ադրբեջանին։ Մակրոն Ֆրանսիան Մակրոնը եւ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը նստած խոսում են, Ալիևն ասում է, լսի ախպեր, այ Մակրոն, ասում եմ, խաղաղություն են կնքում, բան են կնքում, թող կան մարդիկ իրաց տներում ապրեն, էլի, խաղաղությունը ո՞րն է, ախպերությունը ո՞րն է։ Չի համաձայնում Նիկոլը։ Մակրոնի աշկերը պատկերացնեք, ասես կալոր, ո՞ց է չես համաձայնում։ Թող կան ապրեն, ինչ է։ Հետո հիշում է, որ իրանք ու գերմանացիները խաղաղություն հաստատել են, գնացել ապրել են։ Ահա, թող կան ապրեն, ինչ է։ Ես կզարմանա նույնիսկ այդ ձևակերպից։ Դե ո՞նց է դեմը կանգնելու։ Որ ասում ես բան չկա, այդպես բան չկա։ Հետո հիմա այլ բանն անում ես խելոքները ասում են, բացում եք ամսի 8-ին փախստականները գալու են, բան մանկամտություն է։ Հետո ամսի 8-ին չեն գալու բնականաբար, դա մի երկու տասնյակ տարիների պատմություն է։ Ինչ 2021-ից հետո ԿՊ վերնախավասում բացում եք Ղարաբաղ հանձնել, հետո հանձնեցին։ Պարոն Աղազարյան, լավ, գանք իշխանության ներսում ինչ-որ տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Արայք Հարությունյանը օրերս հանրային հեռուստաընկերությունում ասում էր, որ ինքը աշխատակազմի ղեկավարի պաշտոնում իրեն լավ է զգում եւ ուզում է շարունակել այդ պաշտոնում մնալ։ Որ լավ է զգում եւ ուզում է շարունակել, դա պարզ է։ Հա, հասկացա։ Հիմա երկրորդ դրվագը։ Ալեն Սիմոնյանը մեռավ էժան ուտելիքներ ուտելով Նիկոլ Փաշինյանի հետ, կողքից չէր գնում, լավ չէր ուտում։ Անկեղծ նայեք նկարները, Նիկոլ Փաշինյանը ոնց է ուտում, ինքը ոնց է ուտում։ Նիկոլը գրկած սպերը։ Չէ, տարբերությունը շատ մեծ է այդ իմաստով։ Բայց ինչ-որ մեկը կար, որ լավ էր ուտում։ Ռոբերտ Ռուբինյանը ընդհանրապես Համատական իմաստով, բայց բոլորը չեն հավաքում Մարգարետ նախագահի պաշտոնին։ Բայց Ռոբերտ Ռուբինյանը գոնե պետք է ուտեր։ Ռոբերտ Ռուբինյանը ի՞նչն է լավանում, որ դա լավան է։ Ընդհանրապես ինքը լավ, դե ասեք ինչա տեղի ունենում։ Ինչու Ալեն Սիմոնյանից ազատվեց, որ շատ էր ուզում ազգային ժողովի նախագահ դառնալ։ Ձեր սանդղակով քանի Նիկոլ էր Ալեն Սիմոնյանը։ 4 Նիկոլից ավել Նիկոլ էր, չէ։ Նիկոլից ավել Նիկոլի բնականաբար 4 X-ն ամենաշատը ուժեղի X-ն բանն էին Արսեն Թորոսյանը միշտ պահում էին ռեյտինգը top Իրաքին ամենաշատը։ Եվ նույնիսկ հիշում եմ, երբ որ իմ գործընկեր Ասլանյանը միջանցքում, երբ որ բանը անհետ գուրացների ծնունների զրույցի ժամանակ ասեց, ես երկու ամիս ամսը ռադ ենք անելու, ռադը թիժ բարեր օգտագործել, շատ էին վիրավորվել, եւ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր Ալեն Սիմոնյանին, ոչ թե Վահագն Ալեքսանյանին, Ալեն Սիմոնյանին, ես բան տեղը գտնես դրանց։ Լավ տեղը դրեց, ասենք այսպես կոչված։ Ինչու չգնաց։ Բայց այդ նույն Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը իրենց համեստ ներդրում ունեցան, որպես Ալեն Սիմոնյանը չլինի նախագահ ազգային ժողովի։ Դեն հայտնի օրը որ մենք բան արեցինք, վարչապետը եկել էր առավոտ շուտ ազգային ժողով, մենք չգրանցվեցինք, քվորում չեղավ եւ հիշտ հետաձգվեց։ Վարչապետը շատ է զայրացել եւ Ալենի վրա։ Դա էր պատճառը։ Չէ, իհարկե շատ հիմա դուք մեզ խորքը բացեք։ Դուք պատճառը ուրիշ տեղ է։ Դուք համ ներսը գիտեք, համ լավ վերլուծում եք, համ լավ տեսնում եք։ Պատճառը ուրիշ տեղ է։ Պատճառը հետեւյալն է, Ալեն Սիմոնյանը շարքային տղա չէ։ Անկախ նրանից, որ ես մարդկային չարությամբ ուրախ եմ, որ իր հետ այս վարվեցին, որովհետեւ իրանք թվում է Իրան նաև թվում է թե ես Աղազարյան Հովիկին տարօրենք ցենք ընկում, մեր տեղերը կամերապնդենք, բայց դա այդպես չէ, դա սխալ մոտեցում է։ Հա, բայց մարդկային ընդհանուր եթե դուրս գամ իմ անձնական բանի տեսակյունից, այն ինչ որ արեցին Ալեն Սիմոնյանը նկատմամբ դա անմարդկային էր, որովհետև հանգիստ կարար Նիկոլ Փաշինյանը հրավիրել իրան թեյի եւ ասել որ Ալեն ջան, ես գտնում եմ որ չարժե որ այս անգամ առաջադրվի։ Մի առաջադրվի։ Եվ չէր առաջադրվի, եւ այդ ժամանակ ասել 2 տարով եմ հանգստանալու, ոչ թե առաջադրվեց եւ հավաքեց 5% դեն։ Պատճառը հետեւյալն է, հիմնական պատճառը։ Ալեն Սիմոնյանը ինչքան է որ քննադատում է ռուսներին եւ այլ, բայց իրան համարել ընդգծված հակառուսամետ քաղաքական գործիչ ճիշտ չէ, որտեղ լիքը իր քննադատություններից համաձայն եմ եղել։ Բայց ինքը նաև կարողանում էր սուր եզրերը երբեմն հարթել, բանաներ, բան։ Հետևաբար Ալեն Սիմոնյանը Թուրքիայի եւ Ադրբեջանի աշխերհին եւ Եվրոպայի աշխերհին չեն ընկալվում որպես ընդգծված հակառուսական քաղաքական գործիչ։ Ռուբինյանը, հայտնի Ռուբեն Ռուբինյանը, այդ քաղաքական գործիչն է։ Հիմնական պատճառը սա է։ Հիմնական պատճառը։ Թուրքերին բավարար։ Բավոն։ Արայք Հարությունյան։ Կարծում Արայք Հարությունյանը ավելի լավ կբավարարեր թուրքերին։ Ինչ են թողել ազատ։ Արայք Հարությունյանը մի քիչ դժվարանամ ասեմ թե ինչ պատճառով է տեղի ունեցել, որովհետև բանը իրական մի քիչ իր գործերը վատը չէր անում, ճիշտ ասած որպես բան աշխատակազմի որպես աշխատակազմի ղեկավար, ինչքան որ բան ասենք լսել եմ ինչքան որ տեղյակ եմ։
Իմ համար մի քիչ անհասկանալի է, բայց բանը հետեւյալն, հա, նաև ուրիշ մոմենտ պահել կա, դա ասեմ, եւ սա արդեն վերաբերում է եւ բան Ալենին, եւ Արայիկին, եւ Մխիթարին Հայրապետյանը։ Ահա։ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում Հին մարդ, որ իրենից բան է ներկայացնում, գիծ ունի, խարիզմա ունի։ Մատ նայեք իր Քարոզաշավի դրվագները եւ մի երկու դրվագ կա, որտեղ մի հատ երեխա երկու անգամ երեխաները հարցնում են, «Բա ուր է Ալեն Սիմոնյանը»։ Ես ուսուցիչ թողին գետնի տակ։ Նիկոլ Փաշինյանը թեն, «Բա Ալենը ուր է»։ Երեխեքը։ Այդ իր համար անընդունելի է։ Պիտի լինի ինքը դատարկություն, նոր մյուսները։ Ալենը, Արայիկը, Մխիթարը, էլի կան որոշ մարդիկ, ինչ որ իմաստով այդ դատարկությունը էպիզոդիկ վերացնում են եւ դա իր համար անընդունելի է։ Ինքը պիտի բան աստվածի կարգավիճակ ունենա եւ հիմնական պատճառը նաեւ պատճառներից մեկը սա է, որ Ալենի դեպքում նաեւ ռուսամետ հակառուսամետ այդ հանգամանքը եւ ընդհանուր բոլորի նկատմամբ այդ երևույթ։ Հիմա գալիս են նոր մարդիկ, նորոնք բանակ, որոնք արդեն իրենց գոյությամբ պայման պետք է բանանեն, շնորհակալ լինի Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ես դրա մասին եմ ուզում հարցնել, տեսեք, որքան էլ մենք քննադատել ենք ձեզ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, թեպետ այդպես էլ թևեր չձևավորվեցին այդ խմբակցությունը, բայց այնուամենայնիվ կային ինչ-որ մարդիկ, որոնք երբեմն տարբեր տեսակետներ ունեն, այդ թվում նաև դուք։ Հիմա արդեն երբ որ դուք չկաք, Ալեն Սիմոնյանը չկա, ելով չկա, էլի մարդիկ չկա։ Արշակյանը չկա, նույն Մխիթարը Արշակյան, հա, Հակոբ Արշակյան, սա ստացվում է, որ բացարձակ լուսապարկերի խմբակցություն է դառնում։ Այսինքն մարդիկ, որոնք իրենց ծնունդով պարտական են Նիկոլ, քաղաքական ծնունդի մասին խոսում։ Իհարկե։ Պարտական են Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, հենց դա դառնում։ Նմանատիպ ծրագիր ուներ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրանք ովքեր որ առավոտյան հաց էին ուտում, սիգարետ էին ծխում, իրանց սիգարետ էին ծխում եւ կարողանում են շրջարանել մի բաժակ շուշ խմել, պարտական էին Լևոն Տեր-Պետրոսյանին, իրանց այդ կարգավիճակով։ Մյուսները չկային։ Այդ նույն բանը է Նիկոլն անում, նույն բանը։ Ինչի համար է դա անում։ Իշխելու անձնական իշխանությունը։ Իշխելու համար։ ԿՊ-ում այդպես էլ չի ձևավորվի որևէ երբեք թեև որ կարող է սպառնալ Նիկոլ։ Ոչ։ Ինչու։ Չի ձևավորվել, որովհետև Վախենում են։ Որովհետև այս գլուխները որ բանն անում դուս են մղվում, տակը բան չի մնում։ Տակը բան չի մնում, մնացածներն էլ իրենց քաղաքական գոյությամբ պարտական են Նիկոլ Փաշինյանը, որը բերում է իրաց նաև ինչ որ իմաստով նյութական, իշխանական, բարեկեցության էլեմենտներ եւ այլն, եւ հետեւաբար չի լինելու այդ բանը։ Ընտրազանգվածի մեջ լինելու է։ Սա ճիշտ անդիմության ճիշտ գործնական դեպքում ընտրազանգվածը կարող է տրակել։ Բայց սա ինչ բացառիկ բան է, որովհետև տեսեք, բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ ինչ-որ թևեր եղել են։ Ասենք Տեր-Պետրոսյանի ժամանակ կար Վանո Սիրադեղյան, Բաբկեն Արաքսյան, Վազգեն Սարգսյան։ Եվ հետո Էլիև, դրանց հետո Էլիև ա եղել թևեր։ Հետո այդ մարդիկ հեռացրեցին Նիկոլին եմ ասում, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ մինչև սպանությունը կար Վազգեն Սարգսյան, հա, կար Սերժ Սարգսյանի ինչ-որ հատված, կային օլիգարխներ, որոնք ազդեցություն ունեին, հա, ասենք Հովիկ Արգամիչը կար, չգիտեմ, Գագ Ծառուկյանը կար, տարբեր մարդիկ են։ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ թեպետ այդպես շատ ընդգծված ազդեցություն չէ, բայց կար Տիգրան Սարգսյան, կար Հովիկ Աբրամյան, կար Կարեն Կարապետյան, կար Միքայել Մինասյան, որը որքան էլ որ փեսաներ ինչ որ առանձին ազդեցություն ուներ։ Նիկոլ Փաշինյանի օրոք բացի Փաշինյանի անունից ուրիշ անուն գոյություն չունի։ Սա ինչ ֆենոմեն է։ Դե հետո ուսապարկի բան է, ֆենոմենն է, էլի։ Ես օրինակի համար բազմաթիվ առիթերով հիմա եմ ասում, ոչ թե հիմա չեմ ասում, առաջ էլ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, ես որ падգամավոր եմ դառել եմ շնորհիվ Նիկոլ Փաշինյանին, բայց ես զրո չեմ, ես իմ փոքրիկ լուման ունեմ։ Իմ դեպքում Նիկոլ Փաշինյանի ներդրումը 90-80%-ը 20-ը իմն է։ Ալեն Սիմոնյանի դեպքում 60-40, Արայիկ Հարությունյանի դեպքում 70-30, բոլորս էլ, բայց պայմանավորված Նիկոլ Փաշինյանի անհատականությամբ։ Այո, բայց մենք զրո չենք, մենք մեզանից բան ենք ներկայացնում։ Կա մեկն էլ, որ մի տոկոսը, 99%-ը Նիկոլն է, բայց էլի զրո չի։ Եվ այդ 1-20-ները որ գումարում ենք իրար հավաքական իմաստով, դա դառնում է մի հատ Նիկոլ։ Հետևաբար այդ ուժը պիտի լինի,
որ գաղափարները երան ֆիլտրվեն եւ նոր Նիկոլ Փաշինյանը որոշում կայացնի։ Ինքը այդ ուժը վերացնա։ Ես ասում եմ Ալեն ջան, դու բան չես, ասում ես 0 չես, ասում չես դարած Նիկոլի չեմ կարա, ես 0 եմ։ Դե լավ 0 ես 0։ Ասում Միքայել Նիկոլից հետ կլինի, միշտ Միքայել հետ է։ Ես ինչ անեմ, ասենք այդքանից հետո։ Վատա որ դու այդ ձև ես մտածում Ալեն ջան, վատա որ դու իսկ Մխիթարին չեմ կարա այդպես ասեմ օրինակի համար։ Բան աղազան, հենց հարցը այդպեսի մի դերվագև է։ Ընդհանրապես այդ կուսակցության մեջ Փաշինյանին դիմադրողներ կային, ովքեր էին իրանք։ Այն վախտանից, որ կարծիք ունեն։ 18 թվականից։ Նու այս սկիզբը նույնիսկ միջև հեղափոխությունը է։ Դե նախ հիմա մեզ կներեք անամեստության համար դու բանա եթե որ դուք Դե դուք ինչ ոս կորեկտ, ձեզ հասկացան, բան աղազան։ Գյումրիում, չէ, համատ ուրիշ դեպ հասկանան։ Գյումրիում Արտուր Համբարձումյանի տանը քննարկում ունեինք Նիկոլներ, Արեգներ, Ռոմանոսներ, Արարատ Միրզոյան, մի քանի հոգի էին։ Ես էի նստած, այստեղ Նիկոլ Փաշինյանը դժոխք հələ հեղափոխություն չէր եղել։ Հարց էին քննարկում, որտեղ Նիկոլ Փաշինյանի տեսակետը փոքրամասնություն էր խիստ։ Մենք սկսեց բանաներ, այսպես կոչված ճնշումներ, ճնշել։ Ես նայեցի, ասեցի, պարոն Փաշինյան, այս ձևի են ծնվել Հիտլերները, Ստալինները եւ Վագեն Սարգսյանները։ Պետք է ասեմ 16 թե 17 թվականին։ Որ ասեմ, մենակ ես եմ եղել, որ կարողացել եմ ասենք, բայց ես իրեն սիրել պաշտել եմ։ Լավ, իշխանության գալուց հետո ովքեր էին որ դիմադրում էին։ Քիչ թե շատ։ Իմանանք, կենթանի մարդ մնացել է, շուտ։ Չէ, բանում չի մնացել արդեն։ ԿՊ-ում։ Ես Իշխանության մեջ։ Չկա արդեն։ Բայց ովքեր էին իրենք։ Արարատ Միրզոյան։ Արարատ Թե Միրզոյանը ծեցից հետո լրիվ փոխվել է։ Արարատ Միրզոյանը բան էր, Արարատ Միրզոյանը շատ լավ ուժեղ վերլուծում էր այս կամ այն իրադրությունը հարցը բանման, բայց ես որ կասեմ կոստական քայլերին ինքը Պատրաստ չէր։ պատրաստ չէր։ Ալեն Սիմոնյան։ Հա, Պատրաստ էր դիմադրել Նիկոլին։ հա, Ռուբեն Ռուբինյան։ ինչ որ չափով հա։ Արսեն Թորոսյան։ Ըստ նպատակահարմարության մենակ պետք է ինքը ջոգեր, գուշակեր, որ Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում ասի, ու այդ Նիկոլ Փաշինյանի ուզածը ինքը այնտեղ տոնայնությամբ շպրտել Նիկոլի երեսին, որ յամ թե իր գաղափարն է, որ Ֆանտաստիկ, դա էլ է տաղանդը։ տաղանդ։ Հակոբ Արշակյան։ Հա, Հակոբ Արշակյան իհարկե։ Էլ ովքեր կային որ կարող էին դիմադրել։ Սասուն Միքայելյան։ Ինչ է մնացել տակը։ Բան մնացել է թե չէ։ Հիմա արդեն չի առաջվանա չի իհարկե, հիմա չէ։ Այն ժամանակ Նիկոլն իրան կամանդիր էր ասում, ես հիշում եմ։ Հա, Բան մնացել է կամանդիրի տակ։ չեմ կարծում որ առաջվա ասում Առաջպասասուն չէ։ Ինքն այն շատ ուժ էր ներկայացնում, հարգանք ուներ, բոլորիս մոտ էլ հարգանք ուներ բանման։ Հա, բայց երբ որ վարչությունը որոշում էր, որ ես Առաջվա ասում վարչությունը որոշում էր, որ ես մանդատս վայր դնեմ, կանչես դուրս խոսացինք բանման, ասում դե լավ է Ղազարյան, ինչ ես կապել, ասում բայց ցավտ տանեմ։ Դուք ինձ մեղադրում եք բանի մեջ, կաշառակերության մեջ, կաշառակները ես եմ վերցնում, դղյակները դուք եք սարքում, ուր էին վերցած կաշառակները, եթե հարց հասնում եք։ Բայց եթե հաշտվեմ այդ մտքի հետ, ին վրա քրական գործը կարճվի, հետո ես Բորիս Մուրազին ինչ եմ ասելու։ Հետո ես ուրիշներին ինչ եմ ասելու, իմ ընկերներին ինչ եմ ասելու, իմ բարեկամներին, իմ ընտրողներին ինչ եմ ասելու։ Թող դա դատական process պիտի դա Ջանդամ Գյորգիս կնիկն է։ Պարոն Աղազարյան, նախորդ տարի այստեղ մենք քննարկում ունենք եւ այդ ժամանակ Աննա Հակոբյանը բավական ակտիվ էր քաղաքական դաշտում, հիշում եք կրթում էր մարդկանց, սովորացնում էր ինչ ոնց, ոչիլների մասին էր դասախոսություն կար։ Մի խոսքով շատ դաժան օրեր ենք մենք անցկացրել Աննա Հակոբյանի կրթելու բանի օրերին։ Դուք այն ժամանակ համոզմունք ունեիք, որ Աննա Հակոբյանը ուզում է քաղաքական պաշտոն զբաղեցնել, փոխվարչապետ դառնալ։ Մենք έτσι այդպես էլ վերնագրեցինք մեր քննարկումը։ Ինչ եղավ, այդ ինչ սև կատու անցավ, որ մեկուսացրի, ինչ գիտեմ, բաժանվեցին, հետո միացան, հիմա ասում են բաժանվեցին։ Քաղաքական հավակնություններ էլի ունի կարծում եմ։ Հա, ինքը կունենա անկասկած, ուղղակի իր այդ ամբողջ ջանասիրությամբ հանդերձ իր բանը ինքը իր ռեյտինգը շատ ցածր էր հասարակության մեջ։ Իսկ աղա միավորվենք Աննա Հակոբյանի շուրջ ու գցենք Նիկոլին։ Հա, չէ, բայց Նիկոլն ավելի լավն է։ Իսկ գուցե միավորվենք ու Աննային գցենք, չկա։ Չէ, Աննա Հակոբյանի ռեյտինգը բանը շատ ցածր է հասարակության մեջ։ Այսինքն հույս չկա, որ ներսից ինչ որ փոփոխություն կլինի։ Ոչ, ներսից փոփոխություն չի լինելու։ Վագն Խաչատուրյանն ես նորից եմ ասում, էլեկտորալ իմաստով հասարակապետի իրավիճակ գա, փողոց գեներացվի, էլեկտորատը իր բանը կիսվի։ Լավ, մի անուն կար մնաց, չգիտեմ հիմա ԿՊ-ի մա թե չէ, Արմեն Գրիգորյան, վտանգավոր է Փաշինյանի համար։ Որտեղ ինչ որ երիտասարդների թիմ է իր շուրջ պատտվում,
Ես մի անգամ երբ որ բանը, երբ որ Վանեցյանը դուրս Վանեցյանն ազատ է աշխատանքից դուրս եկավ չեմ հիշում։ Դուրս եկավ թե ազատ է աշխատանքից։ Վանեցյանն ասում է ինքը դուրս եկավ Նիկոլասն ազատել է։ Եվ դուրս եկավ մտավ քաղաքականություն, ես ասեցի որ ինքը չի հաջողելու։ Ես շատ հարգանքով եմ վերաբերվել իրան, հիմա էլ եմ հարգանքով վերաբերվում, բայց ես ասեցի որ ինքը չի հաջողելու քաղաքականության մեջ։ Ու ընդհանրացրեցի առաջիկայում ով որ Նիկոլ Փաշինյանից հեռանա, հեռացվի եւ այլ, ինքը քաղաքականապես զրոյանալու է։ Հիմա որովհետեւ իր ռեյտինգը այնքան բարձր է, եւ նրան խփելու են, պիտակավորելու են Նիկոլի պրոյեկտ, Դավաճան, Մովաճան, նույնը հիմա ինչ-որ իմաստով ինձ է վերաբերվում, ասենք հիմա սենս տենեզիս հիմա ինչ էլ անեմ, ինչ էլ չանեմ, ես չեմ կարող, ես իմ շատ լուրջ այսպես կոչված հավակնությունները, բացի իմ խորհուրդները, եթե կընդունեն դիմադի դաշը, կընդունեն չի ընդունել ջաներս աղելի, ես չեմ նահանջելու, ես պայքարելու եմ, ես իմ գաղափարները առաջ եմ քաշելու, էդի եւ մեր կուսակցությունով էլ մենք այդ բանը անելու ենք։ Բայց իմ Արմեն Գրիգորյանը, որ հանկարծակի հերնի բաներնի, կեժամ գոչանա որպես քաղաքական մարդ, որպես քաղաքական կերպար։ Որովհետեւ նորից եմ ասում, Նիկոլի այդ ռեյտինգը ինքը բանա, այդ մասով շատ էլեկտորատը շատ կարծես։ Ես իրականում զարմանում եմ ընդդիմադիր են ուժերի վրա, որոնք ֆինանսական լուրջ միջոցներ ունեն, անկեղծ, որովհետև իրենք պետք է հենց դուք հեռացաք քաղաքացիական պայմանագրից, թե հեռացրին ոնց որ վրընդեցին ձեզ քաղաքացիական պայմաններ։ Ես կարծում եմ նորմալ ընդդիմադիր ուժը պիտի գար, ձեզ առաջարկեր շատ բարձր աշխատավարձ, ասեր դուք կուսակցություն մի բացեք, եկեք խորհրդական եղեք, չէ, թիմ էլ մի մտեք։ Մենք ընկալվում ենք որպես Նիկոլի պրոյեկտ։ Հա, խորհրդական, խորհրդական, որովհետև մարդ, որը Փաշինյանին ճանաչում է եւ կարող է ասել, որ նա այս քայլից հետո սա է անելու, դուք կարող եք անել, դա անգին խորհրդականի բան է, այնպես որ հիմա էլ ես դիմում եմ ընդդիմադիր ուժերին, հատկապես նրանց ովքեր ինչ որ միլիարդներ ունեն։ Իրականում գիտեք բանը սա այս ավանդույթը Հայաստանում չկա։ Միացյալ Նահանգներում բան Եվրոպայում բավական ակտիվ կա, երբ որ նախկին պաշտոնյաները, մարդիկ, որոնք ինչ որ երկար փորձառություն հավակնություններ չունեն։ Այո, վարձվում են որպես խորհրդական, ինչու, որտեվ իրենք կարող են տալ խորհուրդներ, որոնք անգին են իրականում, ասենք Փաշինյանի քիչ մարդ կա, որ ճանաչում է եւ կարող է հանգիստ պատմել դրա մասին։ Իհարկե, համաձայն եմ այդ տեսակետի, դա կարելի է մեր փորձի իմաստով օգտագործել, որովհետեւ ես այն գլխից այդ հեղափոխության հենց սկզբից էլ դիքշել առաջել, հələ նո հիմնադիր կպի հիմնադիր անդամներից եմ եղել, շատ բաներ գիտեմ եւ հետեւաբար իմ համար շատ ցավալի է, որ այսօր քիչ ձեռքբերումներից վերջին էլ արդեն Նիկոլ Փաշինյանը տապալեց։ Դա բանը արդար թափանցիկ եւ այլ ընտրությունների հասկացումներ, դա էլ արդեն բաներ, դա էլ արդեն բարի գնաց։ Ասենք որ իմ կյանքի պայքարը եղել անընդհատ այդ ուղղությամբ, որտեղ ես շատ եմ կարևորում արդար ընտրությունները, ճիշտ ընտրությունները, ձևավորված իշխանությունը, լեգիտիմությունը շատ կարևոր է։ Էլի ինչ որ իմաստով իր լեգիտիմությունը կա, բայց սասանված է, նախիցությունը չի հաղթահարել։ Երկրորդը ԲՀԿ-ի պատմությունը։ ԲՀԿ-ի պատմությունը եւ երրորդը այդ նորից թվակեմ էլի օգոստոսի 8 Տրամփ, Մակրոն, բայց ինքը հիշում չհաղթարեց։ Հետևաբար ինքը լավ կլինի, որ հետևություններ անի, բայց ինքը հետևություններ կանի ցավոք սրտի իվնաս մեզ։ Չէ, հիմա եմ ասում, իվնաս մեզ կարող պատահի մարտահրավերներ որ կան, ոչ թե կառաջանան, սխալ կառավարվի եւ հետո մենք դժվարություններ ունենանք։ Հասկանալի է, շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, հետաքրքիր զրույցի համար։ Ամեն դեպքում ես կհիշեցնեմ կամ կխնդրեմ ընդդիմադիր առաջնորդներին չառաջնորդվել Հովիկ Արգամիջի կարգախոսով, որ քաղաքականության համար շատ խելք պետք չէ եւ դիմել պարոն Աղազարյանի քաղաքական խորհրդատվության ծառայություններին։ Դե մեզ էլ ինչ տակ, շնորհակալ եմ, ցտեսություն, կհանդիպենք։